ինչի են շահագրգռված իրենք մի ուղղությամբ այդ վարույթը իրականացնելու, մենք ասում ենք, վերում ենք տվյալներ փորձաքննության եզրակացություն, որ այսպիսին է տեսագրություն, կեղծված է տեսագրությունը, փոխարեն այդ ուղղությամբ իրականացնենք քննություն, պարզ է թե ով է իրականացրել այդ կեղծիքը, իրանք կարծես անձնական շահագրգռվածություն ունենալով ամեն անգամ առիթ օգտագործում են այն կեղծ թեզը պնդելու, թե դա արդեն հաստատված է, որ դա Աշոտ Սրբազանը։ Հենց այս բայից հաստատվեց, որ տեսագրությունները գոյություն չունեն, հետևաբար տեսագրություններում պատկերված անձնավ ինքը գոյություն չունի իրականության մեջ, եւ այդ անձն է բնականաբար որևէ առնչություն չունի Աշոտ Սրբազանի հետ։ Նախին Գևորգ Սրբազանի մասով։ Կարծես թե ամենաշարժակրին անձանցից մեկը ինքն է, որ առիթը բաց չի թողնում ամենատարբեր հարցազրույցներում անդադար պնդումներ անելու, թե դա հաստատված փաստ է, թե դա եղած փաստ է, կարծես չգիտեմ, կամ նկարանում այն իրականացել, կամ դրա մոնտաժը, այդ ուսումները որոնք իրականացրել ու նման պնդում անել։ Ակնհայտ է ունի որոշակի շահագրգռվածություն, բայց ես իրեն մի այսպիսի, քանի որ ինքը վերջերս մի հարցազրույցում ինձ էր նաև անդրադարձել, մի այսպիսի հողում եմ կամ ոչ ունեմ իրեն, որը դիտել է կապված մի ձայնագրություն կա, հեռախոսային խոսակցություն։ Այս օրդրում եմ իրեն, քանի որ ինքը պնդում է, թե այդ ձայնագրությունը հեռախոսային կեղծ է։ Ես օրդրում եմ իրեն, ինքն է միջազգային փորձաքննություն նշանակի, եւ այդ միջազգային փորձաքննությունով իր ասածը փորձի հաստատել։ Տեսնենք, ընդհանուր պարտադիր չի միջազգային փորձաքննությունը, այդ փորձաքննությունը Հայաստանի Հանրապետությունում է կարող իրականացնել, եւ ես վստահեցնում եմ, որպես փաստաբան, որ մենատարբեր գործերով նման փորձաքննությունների մասնակից եմ եղել, բավարար են տվյալները, որպեսզի փորձագետը հաստատի կամ հերքի այդ ձայնը, որ հնչում է իրեն վերաբերյալ, իրեն իր ձայնն է թե ոչ։